Նոր ներկայացում կամերային թատրոնում։ Միզ դժոխք անաստվածային կատակերգություն, որտեղ գեղեցիկը նույնպես այլափոխում է իր դեմքը և գնահատվում դժոխային կանոններով։ Հեղինակ Արա Երինջակյան, ռեժիսոր Արշո Հարությունյան։ Միզ դժոխք անաստվածային կատակերգություն։ Ես լցնեմ ու մենք Ինչի համար ենք խմում։ խմում ենք կամերային թատրոնի կենացը։ Այսօր կամերային Գիպգի պուրա չենք անի, բայց ես առաջարկում խմենք կամերային թատրոնի կենացը, նախ որովհետև հիմա մենք մեր դեկորների ներքո կամերային թատրոնի բեմում ենք։ Լավ բան ասի։ Ու եկեք ամեն դեպքում խմենք։ Ու եկեք մի հատ հիշենք ոնց ստեղծվեց այս ներկայացումը։ Ոնց ստեղծվեց Ավետ ջան։ Վայ շատ լավ, շատ կյանքիս ամենաերջանիկ շրջանն էր, անկեղծ եմ ասում։ Շատ հավես էր, չնայած որ 10 էր պակաս որ ներկայացումը լքեի, բայց շատ։ Բայց ասա ինչի համար պիտի լքի։ Դե որովհետև բոլորին էլ գաղտնիք չի, որ ես որոշել էի փող աշխատեի եւ ուրիշ թատրոնում վերցրել էի ներկայացում։ Որովհետև դու ինչ ես նյութապաշտ։ Նյութապաշտ, նենց մի թեթ է։ Կատակ եմ անում իրականում։ Նախ եկեք ասենք, թե вообще ներկայացումը ով է բեմադրել ու ով է գրել։ Այ եկեք ասեմ։ Գրելա, գիտես։ Հա, ես կասեմ։ Արա Երինջակյանը։ Այո։ Իսկ ով է բեմադրել։ Արշալույս Հարությունյանը։ Ու այդ նշանակում է, որ Արշոյի փորձերից ոչ մեկ իրավունք չունի։ Ես հիմա իր թեման եմ շարունակում։ Ոչ մեկ իրավունք չունի բացակայել, երբ որ հավաքեց խումբը, դուք հիշես այդ խոսակցությունը, Արշոն խնդրեց, ասեց երեխեք, ինչ ունեք, օքեյ, ես հարմարվում եմ, որովհետև սպոնտան եմ որոշել ներկայացումը բեմադրել։ Որովհետև ունեմ ընդամենը 2 ամիս։ 2 ամիս, որ ինքը լիպիտի։ Ուբրեկներս դրած ապալար, դի կատարենք։ Բա իհարկե։ Որովհետև ինքն էլ աշխատում է թատրոնում եւ պիտի աշխատաբար։ Բայց հանուն անկեղծության ու հանուն արդարության եկեք ասենք, որ իմ կյանքում եղած թատերական ամենահավես, ամենակայֆ փորձերի շրջանն է եղել։ Լիաթոք ստեղծագործել եմ ձեր շնորհիվ, որովհետև հենց մեծ բավականություն եմ ստացել այն ամենից, ինչ մենք արել ենք բեմում։ Բան չի մինչև էտես ամեն ինչի մասին չէիր ասում, ահա։ Ես ուզում եի, ճիշտ ասած, գիտեք, ասեմ երբ էի ուզում ասեի։ Հողակվեինք, պիտի տղեկը գային։ Պիտի Չէ, իրականում ես մեր երբ որ ներկայացման պրեմիերան եղավ ու նշեցին, ես այդ ժամանակ էի ուզում ասեի, ուղղակի Որտեղ մենք իրան ոգևորել ենք, ինքը անընդհատ հիմարություններ էր անում, լավ իմաստով էլ հիմարություններ, անդադար փորձում էր գտնել իրան, կերպարը գտնել, համովիկացներ, մենք անդադար լավ բաներ ենք ասում։ Ես գիտես իմ համար օրինակ ես ներկայացումը կրկնակի բեղուն ա եղել, որովհետև ես իրան խաղացել եմ դեռ այն ժամանակ, երբ որ երևի քո տարիքում էի, հա, եւ Բաբելյան։ Եվ որ երևի հենց քո տարիքում եք, դու ինչքան ես։ Ես հիմա ինչքան եմ 25 25, լավ, մինուս պլյուս երևի տենց, բայց այմ դեպքում ինքը 12-ում ես խաղացել։ Ես իրան խաղացել եմ դե արդեն Գյորգի Ստաֆորիչյans հետ, ու ես խաղացել եմ մեր Նարեկի կերպարը։ Այդ ժամանակ էլ ես էլ քո նման տենց ոգևորված եմ, բայց դա չի նշանակում, որ ես հիմա ոգևորված չեմ։ Սկզբում նշեցի, որ երկու դեպքում էլ բեղուն եմ եղել։ Այն ժամանակ խաղացել եմ աշխատակազմի ղեկավար, այս դեպքում արդեն միասին խաղացել եմ ձեր հետ Սատանայի կերպարը։ Ես գիտես ինչ եմ հիշում քո փորձերի շրջանից, երբ որ մենք տենց ակտիվ գալիս էինք շատ ծանր ամենօրյա առավոտվա փորձերի, դու մի օր եկար ասեցի երեխեք, ես իմ դերի հետ չեմ առանձնացել, ու ես ուզում եմ ֆիքսենք, որ այս այն եզակի ներկայացումներից ենթադրում եմ շեֆի գրած, որ իսկապես ինքը պահանջել է, որ մենք մի հատ ամեն մեկս մի հատ նստենք, վերլուծենք, առանձնանանք իր ըստ էության, գիտես, ես ասեմ իմ սուբյեկտիվ կարծիքը երևի թե նաև ինչ որ չափով օբյեկտիվ, որովհետև շեֆի դրամատուրգիան ստիպում է եւ թելադրում է քեզ, որպեսզի դու առանձնանաս այնուամենայնիվ նույնիսկ այդ Չեխովսկի այդ կերպարները որ կան, որ բոլորը առաջին պլանի են շեֆի մոտ էլ կա այդ դրամատուրգիայի մեջ չէ, կոնկրետ տենց գիծ, որ ցանկացած դեպքում 8 հոգի զբաղված է ներկայացման մեջ, 8-ն էլ գլխավոր դերասաններ են, 8-ն էլ առաջի պլան են։ Նո մեկը
չգիտեմ, բրիգադիր է, մեկը աշխատակազմի ղեկավար է, մեկը չգիտեմ, ավելի մի քիչ ցածր կադր, բայց իր ֆունկցիան ու գործողությունը ավելի քիչ չի, այո, հավասարաչափ կարևոր է։ Ես հիմա ձեզ ասեմ, ինչքանով որ զարմանալի է, MK-ն ով ավելի ուշ միացավ մեր փորձային ընտանիքին, բայց միանգամից ինտեգրվեց ու դարձավ մեր մասը։ MK դու ինչ կասես։ MK-ի մասին ես կասեմ, որ կներես խոսքը ճակարով կդրեմ, պապաս կասեր։ Երկու օրում, եթե հիշում եք, ընդամենը 2 օրում ինքը տեքստը Սովորած Գիտեք միշտ է տենց Ալբանիան, էսի։ Ալբանիա։ Ինչ տարբերություն թե ում հետ։ Դե գիտես ոնց, նայ։ Էդի մի բանա։ Չէ, ես ասեմ, իրականում պետքա որ դերասանները այդքան ճկուն լինեն, որ մարդես ու օրինակ հանկարծ մեկի Աստված մի արածցե ինչ որ մի բան տեղի ունենա, չնայած մեր թատրոնն այդ առումով շատ ճկուն է ամեն իմաստով, ներկայացումը փոխել, մյուս ներկայացումը խաղալ, դա վարքյանների հարցը։ Քանի դեպք ենք ունեցել, Զիրյանը վատացել է կուլիսներում, երկրորդ գործողությունից ժորնա մտել ու մինչև ժորի մտնելը արդեն այդ Պերիստանովկեն արել ենք, արագ-արագ, Սերոժն էր ընկել կոտրել էր ոդկը, չգիտեմ ինչը, Սերոժի փոխարեն ես եմ մտել ու 1000 ու մի բան ատել։ Այս ներկայացման երկրորդ փուլը, որ ինձ տրվեց, Վիկան որ ասեց օրինակ կերպարի համար առանձնանալ, իրար հետ նստել հաշվի, ես քանի որ իմ համար երկրորդ փուլ էր ու ես արդեն անցել էի ճանապարհով նախորդ կազմի հետ, այդ ժամանակ ես նայում էի Գոգային, Գեորգի Ստաֆորիչին, ես մտածում էի, լավ, եթե ես օրինակ մեծ, բարձա չէ, որ փոքր էի, մտածում էի, բա որ ես մի օր հանկարծ ես էլ խաղամ ես, այդ խաղամ, այդպես ունենում ես, չէ, տենց մտքեր, դու հիմա որ նայում ես, խոսքի օրինակ։ Ում ես օրինակ նայում, մտածում իրա դեր։ Բոլորին անհատապես նայում։ Ու ես նայեք, ինձ միշտ թվացել էր, որ երբ որ արդեն մենք սկսեցինք այս этаպի աշխատանքները, ես ասացի դրա երեխեք հեսա միջև տեքստը կսովորեն, ես կգնամ, բայց չէ, տեխնիկապես փորձ էինք անում, վերջի մի քանի պրագոններին ես իր այդտենց իրակ առանձնացա, շփվեցի, խոսացի ու լիքը դե իհարկե արդեն ներկայացման վրա մենք ուրիշ բան ենք սովորում, ուրիշ բան է գալիս, ամեն ներկայացումը ինչ որ մի արդյունքի բերում է, ու ես շատ ուրախ եմ, որ հին կազմից, որտեղ որ ոչ, չէ, Մենակ սենոր ամենացել հին կազմից, ասեմ ուրիշ ոչ բան։ Հին կազմից կարծում եմ 20 տարի հետո էլի ես կմնամ մենակ, որտեղ քննիրը, որտեղ չարը հավերժա։ Բայց դե կուզեմ ասեմ միտքս այնա, որ ուրախ եմ, որ այս հնարավորությունը եղավ, որ իրար հետ աշխատեցինք, որտեղ կարծում եմ ավելջետ համարձակվում եմ կարծել, որ ես իմ կարևոր խորհրդի օգտակարության լուման ներդրել եմ ինչ որ ձևով փոխանցել եմ, փոխադարձ աշխատել ենք, ես ձեզնից եմ շատ բան սովորել, վերցրել։ Ես քեզ մի բան ասեմ։ Ես հիմա կուզեմ նայել տեսախցիկին եւ ասել. «Պարոն Հարությունյան, եթե դուք մի օր կնայեք այս հաղորդումը, այս գեղեցիկ ոդքասթը գինու մեկ գավաթի շուրջ, խնդրում եմ ձեզ, այս նույն կազմով մի հատ էլ ուրիշ ներկայացում, հələ բեմադրեք դες հավատալ, արժեք ենացա»։ Լավ, իսկ մի հարց, իսկ ինչ մենք կարող ենք անել մենակ։ Առհասարակ շատ բան կարանք անենք մենակ։ Իսկ գլոբալ Գլոբալ Ուզում մի քիչ ներկայացման բանի Մենք հասկացանք իրականում։ Չէ, լավ, չէ, ասեք դեռ ինչ կարա։ Ես կարծում եմ, որ մենակ անելուց էլ է սկսում էլի հենց ինչ որ պիտի սկսվի, ինչ որ պիտի արվի, սկսում է այդ մենակից, յուրաքանչյուրից, այսինքն։ Հա, Եթե հայերեն չի կպնում։ Չէ, հասկացա։ Մենակից սկսելը։ Նշանակում է, որ յուրաքանչյուրից ինչի հենց մասին է մեր ներկայացումը, ինչին բերում է ներկայացումը, որ այսքան մարդ հավաքվել է, թվում է թե ինչ խումբ են, բայց միշտ այդ խումբը բաղկացած է անհատներից, ովքեր ունեն իրենց ընտրությունը, որոշումները, ու այդ որոշման ու ընտրության մեջ մենք պիտի ինչ-որ պայչ կորցնենք մեր իրականության զգացումը ու անենք այն ինչ որ մեր ուժերի ներածին չափով հնարավոր է անել, որովհետև քեզնից, ինձնից, MK-ից ու ավետից կարա սկսի մի հատ շատ սիրուն բան։ Կատարյալի ձեռքբերումը ըստ էության դրա մղիչ ուժն է։ Հիմա ըստ էության, երբ որ ես քեզ ասեմ,
օգնության ձեռք օրինակ մեկն եմ ասեմ, ավետ ես ինչ կարամ անեմ մենակ։ Դու ուզում ես չէ ինձ օգնած լինես։ Հիմա երբ որ դու ուզում ես, դա արդեն դեպի լավը գնալու սանդղակ է։ Վիկան միանում է մեզ, որովհետև ցանկացած մղիչ ուժ դա մի հատ սիրո դրսևորում է, հասկանում ես, եթե այդ ներդաշնակությունը չի լինում, մենք այդ գաղափարին չենք կարող հասնել, այդ միասնական ու որ ասում են միասնական ուժի մեջ պիտի լինի ամեն ինչը, պիտի համախմբված լինենք, պիտի էս լինենք, երեքեք այնքան մաշած արդեն, այնքան բութ դարձած մի հատ զգացողությունները, հասկանում ես, որ ոչ մի կերպ մարդուն ճիք ու երանդ չի, հետո կլցես, կարևոր բաներ եմ խոսում։ Դե լավ, ավելի բաներ էր ասում, վերջում խմեինք։ Ասա ցավը տանեմ կներես, ասա։ Всё այդքանը։ Այդ ոնց այդքանը։ Ասա։ Առաջին ու վրա վերջացավ բիշիշը։ Առաջնիկը տղա է։ Ասա բայց։ Գուշակ։ Բայց գենդեր պարտին թարգեք դեռ ասա էդի։ Ակա դա եմ ասում, այնքան մաշված, ռեզոնատորները կորցրած մի հատ ասես անդարմացած վիճակ է, որը որ մարդուն երբեք չի մղում ինչ որ մի բանի։ Դրա համար օրինակ ես այնքան ներվս բաց է լինում այդ շեֆի գրած դրամատուրգիայից, որ ես ուզում եմ վարակեմ, որ մենք ուզում ենք վարակենք բեմից հանդիսատեսին, որ պիտի լինի իզեն, պիտի մենակ ես ինչ կարամ, եթե դու իմ առջև նստած ես, դու պիտի կանգնես ոտքի իմ հետ, որ մենք միասին կարողանանք մի բան անենք, հասկանում ես, եթե դժոխքում իհարկե տենց մրցույթ չի անցկացվում, որովհետև դժոխքը կառավարում են ավելի բարեկիրթ մարդիկ։ Դու հասկանում ես ինչի մասն է։ Անհամեմատականություններ։ Հա, բայց այդ համեմատության մյուս կողմում ի՞նչն է, ավելի բարեկիրթ մարդիկ քան ինչ, քան ով։ Քան նրանք, ովքեր անտարբեր են, քան նրանք։ Չէ, մենք նկատի չունեմ։ Գիտես, Վիկան, Սենոն, են։ այո, քան մենք։ Այն կերպարները, որոնք մենք Այն կերպար, այո, դրա համար մենք որ անջատվում ենք այդ սիստեմից, չէ, դրամատուրգիայի սիստեմից անջատվում ենք, դառնում ենք մենք, որպես այդ մնացած դեպքում էլ է, չէ, հետո ո՞նց է մեր մոտ սիստեմը։ Վիկան իզեն ներկայացման մեջ, որ խաղում է Վիկտորիա։ Հասկանում դա շատ կարևոր բան է։ Թվում է թե դե լավ, այս մարդը ինքը իրան է խաղում, բայց ես ուզում եմ այդ թյուր կարծիքի մասին էլ մեկ ընդմիշտ անդրադառնանք ու փակենք այդ թեման, որ երբ որ ինձ լավ օրինակ բերեմ, որը որ վերաբերում է բոլորին։ Երբ որ Սենիկ խաղում է Իզենի մեջ Սենիկի կերպարը, երբ որ Սենիկը Երևան Սիրո Խոստովանության մեջ խաղում է Սենիկի կերպարը ու եւ այլն, ինքը բոլոր տեղերում ուրիշ Սենիկ է։ Ես այդ եմ ուզում ասեի, որովհետև ես հիշում եմ Պարզապես կներես մի հատ եկաս ու ասես, պարզապես չէ, մի ներվի նայ, պարզապես մեր անունն է նույնը, ուրիշ ոչ մի բան։ Պարտադիր չի, որ մենք լինենք Գվիդոնը, դա ներկայացնելու, որ այո, լինենք ներկայացնում Պողոսը, նույնն է։ Պետրոսը, Մարտիրոսը եւ այլն։ Էմբակո։ Սպասիբա։ Ինքը տալոն շուտ է քաշ։ Իմ համար նախ այս вообще այս գեշպարը եղել է մաքսիմալ խորտ, եթե կհիշեք չի կանել խորումից։ Հիշում եմ, որ քո գլխը շար էին կապում, որ դու ինչ որ բաներ զգայես, չգիտեմ։ Նեղվում էի դրանից։ Ահավոր էր իրական, որովհետև չի կարծում որ կստացվի, չգիտեմ, դա ինձ թվում է ստացվել է, հիմա համեստություն չի։ Այո, ստացվել է, իհարկե։ Այն սկզբնական փուլում իմ համար մաքսիմալ բարդ էր։ Ես հիշում եմ այդ փուլում Արշոն շատ հետաքրքիր ձևակերպում արեց։ Դու խաղում ես Վիկային, որտեղ տիպը Վիկտորիան, ասենք, դժում է այս Վիկայի վրա, այսինքն Վիկան խաղում է այն Վիկային, որը այս դժողքում է։ Այսինքն ինքը մի հատ նախ ձևակերպումն է, բավականին բարդ, Արշոն ավելի սիրում է ձևակերպել բնականաբար, բայց ես շատ երկար եմ մտածել, չէ, շատ սիրուն է բեմադրել։ Էլի խոսենք բեմադրեցի։ Խմել ենք Արշոն, գնացես ու անցեք առաջ։ Ուզում ասեմ, իմ համար մաքսիմալ
դժվար էր, որովհետեւ ես գնացել եմ տուն, մտածել եմ լավ ինչ ա ուզեցել ասի, որովհետեւ ինքը ուղիղ խնդիր չի, չէ՞։ Արի հիմա խաղա գժված աղջիկ ես, Փրփրատ, չգիտեմ, ղղնած կամ էս ինչ մե, այո։ Էս քո վրա ազդում է, էս աղջկա հետ կոնֆլիկտ ունես, տենց չի, տենց խնդիր չի, ինքը նենց է ձևակերպել, որ Վրոցի համենել ես դու, համեսել ես դու, որովհետև այս թատրոնում տենց է, էս էլ ես դու, են ես դու, են ես դու։ Դրա համար ու դա ըստ էության դերասանի համար բացում է շատ ենթաշերտերի գունապնակ, որով որ դու կարողանում ես սենց ուղղակի երանգավորես քո կերպարը, անկեղծ եմ ասում։ Դες կին հարցային կային էր, էլի մի հատ լսան։ Ես մենք ինչ կարանք անենք մենակ։ Նայ, արդեն այն որ ֆինալում ասվում է ամբողջի կողմից այդ արտահայտությունը, դա նշանակում է, որ մեկս մյուսին լսելու հատկություն, մեկս մյուսի հետ ամբողջ դառնալու, այս ամբողջ վատ իմաստով չէ։ Ընդհանուր խումբ, որը ինչ որ բան պիտի անի Երևան քաղաքի համար թեկուզ, չենք լինի։ Այսինքն այն որ ես ինչ կարող եմ ասել անել մենակ, դու ինչ կարող ես անել մենակ, ամեն մեկս առանձին ասում ենք, բայց նույն բանն ենք ասում։ Չենք անում ոչ մի բան։ Այսինքն բոլորը նույն բանն են։ Այսինքն նույն բանն ենք ուզում, բայց ինչ որ բան այն չի։ Ժողովուրդ, գիտեք ինչն է հետաքրքիր, զրիցելի արձագանքը, հանդիսատեսի արձագանքը այդ պահին, երբ որ մենք ասում, դուք նկատել եք բոլորը կամ հուզվում են կամ սենց են անում։ Այո։ Բոլորի գլխի մոտ նույն շարժումն է։ Այո։ Դες Ու մեկա չենք համախմբում։ Այո։ Ինձ հետաքրքիր է, նենց հետաքրքիր է, որ իրանք դուրս են գալիս։ Ինչ են մտածում։ Երթվում եմ, երազում եմ, մտնեմ մարդկանց մտքերը լսեմ։ Փառք Աստծո, մենք տենց օրինակներ ունեցել ենք, որ դահլիճից արձագանքի կստացել հենց կոնկրետ բանավորի։ Մենակ չեք, գոռացել են։ Այո, հիշում եք։ Մենակ չեք։ Այո, ինչ կարանք անենք մենք մենակ սենց։ Մի հատ բան ասեմ։ Մենք այդ մթնոլորտը ստեղծում ենք, իսկապես տենց է։ Տարբեր ներկայացումներ ունենք, մանավանդ շեֆի գրած ներկայացումները միշտ իրանց մեջ կրում են մի հատ համախմբող վերջնակետ կա, որը ինչ որ բանի է դրթում։ Ինչի համար, որ Ալբանյան խաղացվել է, Իզենը խաղացվել է, այս խաղաց, այսինքն ցանկացած ներկայացում որ շեֆը գրել է, բերում է շատ հերվից, լիքը մետաֆորաներով, բաներով, սենց ֆրցնում, բերում մի հատ բանի հանգեցնում, ճիշտ է։ Ինձ հետաքրքիր է, երբ որ իրանք ստեղ բոլորը այս սենց են անում, հա, կամ ասում են դուք լավ, իրանք դուրս են գալիս, տաքսի են կանչում, որ գնան։ Հա։ Իրանք ամուսին է, եկել է տանում է տուն, ոտ իջնում են հրապարակ։ Ինչ է լինում, որ ոչինչ չի փոխվում մեծ հաշվով։ Իմ կարծիքով է, ես ինչ որ նկատում եմ իմ շուրջը։ Մի հատ լավ խոսք ունի արարություն չեմ։ Միշտ ասում է, երբ որ դահլիճում նստած 300 հոգուց կամ 150 հոգուց, 3 գոնե քեզ հասկանան, քո ուզածը ընկալեն, այդ 3-ը օրինակ որ գնան, ասում է, այդ արդեն բավական է։ Իհարկե ես չեմ բավարարվում դրանով։ 3-ը շատ պայմանական թիվ է, բարձա, որովհետև մեր հանդիսատեսի դեպքում ում մենք որ ճանաչում ենք, բազմիցս տեսնում ենք, որ ինքը նստած այդ նույն ներկայացմանը քանիցս, չէ, արդեն մի հատ պատճառ է, որ ես հավատամ, որ ինքը եկել է 5-րդ անգամ նույն ներկայացումը նայում է, ու ինքը հավատացել է դրան, այդ գաղափարին ու ներկա է, չէ։ Հիմա գուցե Աստված չանի, վաղը չեմ իսով ինչ-որ կարևորագույն մի նախախնամությամբ հայտնվենք թատրոնով դրսում ինչ-որ մի կարևոր նախապատրաստական հող կառուցելու համար շատ ավելի կարևոր գործի համար, այդ հանդիսատեսը մեր հետ ընդե կանգնած կլինի։ Համաց մնացած այն քո նեղացած ես այն հանդիսատեսից, որոնք որ օրինակ տաքսի են կանչում գնում են տուն, գիտեմ, որ տես չի, ոգեմ ասում կյանքս։ Բայց իրանք կա չէ սենց վիճակ, որ այս մարդը սենց է մտածում, սա սենց է մտածում, դու ոչինչ չես կարա փոխես։ Հիմա ինքը մնում է ծրագրում ընդգրկվածների եւ ծրագրից դուրս մնացածների։ Համաս այս սենց վիճակ է ստեղծվում։ Բայց իներցիան շատ կարևոր բան է, հասկանում ես, բնազդը իներցիան։ Սենց եթե 50% սկսեց, լավ 30-ը, բոլոր խոշոր հղացումները ծնվում են գիշերը ու շատ փոքր կայծից, նույնիսկ հիշի խնդրում եմ, փոքր ալիքը ունի ծովեղեն պատասխանատվություն,
Ով ինչ լավ, էսի լավն է։ Մեծ այսպես մեր դեմքերի վրա։ Գրվի էլի խնդրում։ Այս շատ լավն էր։ Ես գիտես ինչ այս ընթացքում ինչ էի մտածում։ Զարմանալի է, այս ընթացքում ճիշտ է, մենք դե հիմա ֆորմատա, հարցազրույց է, սա ինչ որ sense մենք մեզնով նստած խոսում ենք, բայց զգացիք, որ օրինակ այս ընթացքում ես լրիվ մոռացել եմ իմ հեռախոսի մասին, առհասարակ գործերից մասին, ինչքան կարևոր է ու ինչքան հավես է, օրգանիկ է շփրտեցի, շատ ինչքան կարևոր է ու ինչքան հավես է ասեն զրույցները։ Օրինակ, ինտերնետ չկար, իմացա տնեցիք լավ մարդիկ։ շատ է լավ մարդիկ։ Բայց դու շի մենք sense չենք նստում խոսանք։ Նու նստում ենք, խոսում ենք, բայց լսի, շատ կարճ։ Գիտես, Ժամանակ չունենք, որովհետև կամ փոխի ենք, կամ ներկայացման Չէ, ենք, օրինակ, կամ նկարահանք ենք, կամ նկարահանք ենք։ Օրինակ, որովհետև դնենք մի հիմա- կողմ այդ ամեն ինչը։ այդ Հրաժարվենք։ ամբողջ նույն հանդիսատեսի մեջ էլ գոյություն ունի եւ առհասարակ մեր հասարակության մեջ գոյություն ունի, չէ, որոշակի ինքներս էլ ենք նկատում, այս ժամանակահատվածում ինչ որ արժե համակարգա փոխվում, հետո վերաարժևորվում է, հետո ուրիշ բանի է փոխվում, հետո ուրիշ արժե համակարգա գալիս, սենց անընդհատ բնականաբար յուրաքանչյուր մարդ, որ ինքը լինի բանական իր ուղեղը աշխատացնի, ինքն էլ այդ գadgetից կփորձի որոշակի կերպով կտրվել։ Իսկ ինչ վերաբերում է ներկայացումների քննարկումներին, ես կարամ ասեմ, որ մեզնից առաջ սերունդը ֆանտաստիկ քննարկումներ եւ չեմ ասում ամբողջ Երևան քաղաքը, որի կենտրոնն եղել է մեր կինոզալը, Այո։ հավաքվել են այստեղ Հատուկ օրեր են Մի օր- ունեցել մի օր- մի օր շաբաթվա հավաքվելու։ ընթացքում հատուկ օրեր են ունեցել, որ հավաքվել են թատրոնում ու անցկացրել են ինտելեկտուալ երեկոների զրույցներ։ Բա, ինչի չենք ունենում Էլ չեմ ասում, որ առաջին ջազ կենտրոնը եղել է Երևանում կամերային թատրոն։ Լավ, այդ ամեն ինչը շատ լավ է։ Բախի հիմա չունենանք։ Քո քեզ ինքդ հարցը տուր։ Բայց Ինչ ինչ ես եմ բարակում Որովհետև երբ որ ուզում ես անես, տենում ես ավետը զբաղվածություն ունի։ Չէ, երեխեք լավ, ու այսինքն ուզում եք ասեք, եթե մենք հիմա ուզենանք անենք, բան, մեկ էս զբաղվածություն դի հաշվի Իսկ առնենք։ այտենց Չէ, եկեք- արհեստական բան կլինի նրա մեջ, որ եկեք հիմա սենց օրինակ նստածենք բիբլիոթեկայում, օրինակ եկեք քննարկենք։ No, ինչի բիբլիոթեկա։ Եկեք թատրոնից Ես դուրս ես խոսանք հետո- թատրոնի մասին, կամ ես- ոչ Թատրոնից դուրս չէ, հավեսային է, որ դու թատրոնում ես, դու հավաքում ես քո ընկերներով մենակ թատրոնի տիպը դերասաններով չէ, տեխնիկականով չէ, այն մարդիկ, ովքեր մոտ են թատրոնի հետ, ովքեր ընկերներ են Այդ եմ ասում։ Իրան գալիս են, դու նստում ես, ունեցել ես խաղերի օր, ունեցել ես ընկերների օր, այդ ինտելեկտուալ հավաքների օր, այսինքն ամեն օր հետաքրքիր է եղել կամերային թատրոնում։ Դե եկեք անենք։ Մեր ինչի գալերիա։ Կազմակերպես։ Ես կկազմակերպեմ, ես կփորձեմ մի օր Բարդը քեզ կազմակերպեմ։ շատ է սիրում, հələ բարդը չկա։ Ես ինչ վերաբերում է ներկայացումների քննարկումներին, դուք ես ինձ հետո այսինքն ինձ հետո եղել է սերունդ, հետո ձեր սերունդն է եղել։ Մենք պարտադիր պայման չի եղել դա։ Ուղղակի եղել է, որ քննարկման ենք անցել։ Պարզապես գիտես ոնց է ցանկացած մասնագիտության մեջ, երբ որ մարդ իր վրայից գցում է այդ նախախնամությունը, ուզում է ձեռքերը լվանա դրանից։ Ինքը արդեն մասնակիորեն չի լինում մասնակիցը այդ ամեն ինչի։ Համաձայն։ Այդ նախախնամությունը յուրաքանչյուրը պիտի իր մեջ ունենա, ուզենա խոսի դրա մասին։ Բացը ասի, երեխեք, ինչ եղավ այսօր ներկայացմանը եւ այլն, այսպես ինչ-որ բան պիտի տեղի ունենա։ Բայց փառք Աստծո, մեր մոտ այդ ավանդույթը կա, որովհետեւ ցանկացած ոնց են ասում, տրեշինա Ճեղք։ ճեղքվածքի դեպքում ցանկացած սենց մի հատ բինտա վրա հասնում, փոխաբերական իմաստով, հա, բժիշկ, որը որ սկսում է այդ վարակել ու սկսում է դա սենց բժշկվել։ Հələ եկեք տեղերով փոխվենք։ Ինչի՞։ Մենք չէ ուրիշ բան խոսանք։ Ուրիշ բան ինչ կա անձնականից կարանք խոսանք։ Շնորհակալ եմ, անցանք առաջ։ Մենք այդ թեման արդեն Դες քննարկել монтажный ենք, կպի, давай, монтажный կպի։ բայց ես ուզում եմ ամեն դեպքում դիմեմ հանդիսատեսին, դիմեմ նկատի ունեմ Չէ, հանգիստ շփվի։ որովհետև ինչի համար եմ ասում ամեն դեպքում Բեմից էլ չես կարողանում։ կարողանում եմ, բայց Դահլիճի Դահլիճի ցածրի հարավի Այ ամենասիրածս բանը։ Իսկապես ուրիշ է դահլիճից հաճույքը։ Ես մեջքո այդիշտ բզով։ հա հանդիսատեսի հետ նստած այնտեղ որ նայում եմ ձեզ, կարծում եմ որ ոչ մեկ չի եղել այդ բանում դերում։ Եղել են կիսա
այս բանի անցումի վրա ենք եղել, չէ՞։ Այս ներկայացումը Բայց երբ որ շրջանակում հնարավորություն ես ունենում ընդեղից նստես ու նայես, Ես տեսա, որ դու ես աստիճանի վերջում այսեցնոյի։ որովհետև երբեք մենք մանավանդ որ չունենք դուբլորնի սիստեմ, հնարավորություն չենք ունենում ներկայացումը նայելու, դե ամեն դեպքում ես չունեմ 1-2, հա։ Անփոխարինելի սենեգը բարսերի։ Բոլորն են անփոխարինելի, եթե անփոխարինելի ասում որ ասում անփոխարինելի մարդիկ չան, դա չէ։ Դա դեպիլ արտադրություն է։ Կան։ Իհարկե կան։ Այսինքն բոլորը փոխարինելի են։ Լսի, Ոչ թե բոլորը անփոխարինելի են։ Եկեք մի հատ հիմա նորից նայեք։ անփոխարինելի մարդ չկա, որ Կա, ասում է։ Բոլորը։ Լսի, Ճիշտ է։ տես կա փոխարինվող մարդ կա, բայց երբ որ ասում են, դու չլնես ուրիշը կլնի, չես։ Չկա այդպես բան, այս հասկացա Լավ, մի հասկացա ինչ ես։ Եթե անփոխարինելի մարդիկ կան, այդ է ուզում ասել։ անփոխարինելի մարդիկ կան, Ուրեմն այս բարակայում եթե տենց որ բոլորը անփոխարինելի են, Բարձա։ բայց դա չի նշանակում, որ եթե դու չլնես ուրիշը լինի, չի ստացվելու։ հասկացա, Ստացվելու միտքդ հասկացա։ ուրիշ կերպ ասած, ուրիշ էներգիա, ուրիշ կողմի, ուրիշ բան։ Լացված էինք, հա, բոլորս էլ խոսացիք հետևացան գանցական։ Ասի չէ խոսքը։ Ուղղակի լավ, դեռ ուրիշ հաճույք է այնտեղից որ նայում ես բեմ, ունենց հավես, ասես նստած նայում ես ներկայացում, ասում ես դու ես անձատես իրար, ու երբ որ ես տենց ասում եմ Նարեկը մի հատ կտոր ունի, որ գալիս է դեպի Եվան, որ մազութը պիտի բերի բան, հե մի հատ ես կես բերանցից եմ անձատես, ասում դրանն է, ասես դամ։ Իրան կողից սկսում ես խոնդավառում այդ ուրիշ Ստացի մեր զգացողություն։ հանդիսատեսը շատ է սիրում։ Իհարկե, դու իրանց հետ շփվում ես։ Այսօր Սենո այսօր զարմանալի է, բայց այդ նորացի պրոստի հիշեցի։ Այդ վերջ բոլորը դուրս այսօր մի հատ ուրիշ ձև ես ասել։ Ես ամեն օր Այսօր ստաղ է։ Այդպես գիտես, լավ Սենոյի կենացեմ։ Բայց Սենոյի կինոցը մի հատ նորմալ ասեք։ Ոչ մի խնդիր չեմ, Սենո։ Չէ, մի հատ բան Ասա, ասենք։ Սենոն այն մարդկանցից է, ովքեր մեր դերասանների շարքում մեր ավակ ընկերն է նաև ու որը մեզ շատ լիքը բաներ է սովորացրել այս թատրոնում հանդիսատեսի հետ շփումից սկսած, որը մեր ակտորսկի կարիերայում ունեցել է մեծ ներդրում։ Այո։ Եկեք դրա համար։ Այո, Սենոն այն մարդն է, որ քեզ ֆռում է, ասում է, հեսա ինչ որ բան էր, դու դրանից երբեք չես դեղանում։ Չասենք ինչ, բայց ամեն դեպքում։ Վերջինն է ասա։ Չասես, Սենիկ Սաղաթելովիչ։ երեխեք Ինչ լավ բան է։ Ապրես որ լավ եղավ էս վինո պահը։ Հիմա ասեմ ոնց է եկել կամերային։ Եկան կամերայինում նայում էին կառավարական համերգը։ Սակայն ասի, «Ոայ ես այս թատրոնում երբեք չեմ աշխատի»։ Ասի, «Ինչ տանեմ, ծպկերը հագնվել եմ, պարեմ ես»։ Ասի, «Ես չեմ կարա, ոչ ոք չեն կարանենք»։ Ու մեզ այս մասը կկտրեք, է։ Այդ մասը մի կտրեք, որովհետև հենց հիմա ասում եմ, բոլորի մոտ, բոլորի չէ։ Մասսա ստվար զանգված կա։ Այո, կա տենց բան։ Որ ունեն տենց տպավորություն։ Այո, կամերային թատրոնի մասին, այո։ Ու ասեմ քեզ, մենք էլ ենք տենց ունեցել, որովհետև մեզ չեն ներկայացրել, Ու ես այնքան ճիշտ է։ շնորհակալ եմ, որ ես չեմ ունեցել այդ կարծիքը։ Որովհետև Դրա համար այսօր դու մեր թատրոնի կարևորագույն հնասյուներից մեկն ես։ Հա, չի։ Ես իրականում ու ես լուրջ ուրախ եմ դրա համար։ Հետո երբ որ ես արդեն թատրոնում սկսեցի ապրել, աշխատել, արարել, այդ Ես մնում։ կարելի ասել այդպես, Այո։ ամբողջ օրվա 12 կամ 8 ժամը մենք ստեղ ենք ապրում, չէ՞։ Հա, իհարկե։ Բայց այդ թյուր կարծիքը դրան չեմ էլ ուզում անդրադառնալ, որովհետև եթե ես հիմա ավետին բացատրեմ, որ Ավետ ջան, գիտես քո Պրիչոսկյան սենց սիրուն չի այլ, անենց է սիրուն։ Ինքը մեկը չի համոզվելու, չէ՞, որովհետև ես իրեն 45 անգամ խնդրել եմ։ Սիրուն չի սենց։ Երկար էլա, ես քեզ ասի նենց գտի որ երկար։ Այդ հավատանում սերիալում եմ նկարվում, չեմ կարող կտրել։ Այն մարդ այդ սերիալում քո մազերը չի աճում, գյոբլա։ Աղեմ Գյոբլակը սերիալը։ 3 օրը տեղի ունեն այդ գործողությունները, իրանք 8 ամիս են նկարում։ Լուրջ եմ ասում 8 ամիս են նկարում այդ սերիալը, որտեղ իմ մազերը պետք է մի շաբաթվա լինի։ Ուրեմն դու մի նկարվի սերիալներով։ Ես չեմ կարող։ Իսկ ով որ չի նկարում սերիալներով, ինչա։ Այո։ Եկեք լավ։ Մեր Այնուամենայնիվ ուղղակի խմենք։ Այս մեկ չէ, անկեղծ եկեք խմենք։ Դու ասացիր ես ուզում եմ մենք շատ արագ անցնենք այդ թյուր կարծիքի վրայով։ Հա։ Հələ ասա։ Բայց ես չեմ ուզում անցնենք։ Ոչ թե չեմ ուզում անցնենք, որովհետև չար եմ, վատ եմ։ Ուզում ես խոսենք այդ մասին։ Արի խոսենք։ Խոսենք այդ մասին։
Էդը բացեք։ Բացեք։ Սպասի։ Բան։ Ամենակարևորը մխմացեք։ Ես կարևոր որպես գաղտնիք ասեմ անտիբիոտիկներ եմ օգտագործում լիա պրիգուբլայ ու Ահա, չես խմում, դե խափել ես սա։ Այդու պրիգուբլայ, ես լսում եմ բան։ Էսի պրիգուբլայ։ ասա դու ասի պրիգուբլայ։ 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 Ավետս ֆանտաստիկ ռոստորենի ատիրապետ։ Պրիգուբլայ։ Ազգանա։ Պրիգուբլայ, անի Տենց որ ցկի։ Անտոն Պրիգուբլայ։ Երեք լավ, մի կախնդրեմ խոսա, հավաքեք ես։ Բայց ասեմ խնդրեմ։ Վասիլի Վերջին տարիներին մանավանդ, ինչ եմ ասում վերջին, որովհետև լուրջ եմ ասում, ես որ ինստիտուտում էի, ու որ իմանում էին, որ մենք կամերային թատրոնի շեֆի կուրսից ենք, նենց սենց նյանի նենց հայ Իրանք մասնագետ են, մենք ոչ մասնագետ։ Իրանք թատրոնա, մերը վիդիտիլի։ Բայց ինչ եմ ուզում ասեմ, արդեն երկար տարիներ էստեղ դում եմ էլի ասում, սենոջ արդեն ես որ երկար տարիներ աշխատում եմ ստեղ։ Իրականում ես հասկացա, որ այս թատրոնը աշխարհի թերևս, ոչ եմ էլ վախենում ասեմ դից համարձակ։ Հանգիստ ասա ֆորա կամերային ասա։ Ամենա տվեք զանգեմ տիկոին ուղիղ ասեմ։ Ամենաունիվերսալ թատրոնն է։ Այո։ Ցանկացած տեսանկյունից, բացի որ մենք ունենք մեր հստակ համակարգը, որը ստեղծել է ու որը գործածության մեջ է դրել շեֆը։ Այո։ Ինքը անմահ է, համ շեֆն անմահ, համ այդ համակարգն անմահ, դա միշտ լինելու է, դա կամերային թատրոնի դեմքն է, այդ համակարգը։ Բայց բացի այդ նաև մենք ունենք լիքը ներկայացումներ, որոնք տարբեր ժանրերի են, որոնք ունեն 4 պատի արկայություն, բայց չկա։ Չէ, մի հատ ասեմ, որ միտք չվարձա։ Բայց այդ նույն ներկայացումները, որոնք որ օտարացին են, ու հայտնվում են կամերայինի բեմում, իրանք դառնում են կամերայինի ներկայացում։ Շարունակեցինք հետո։ Ուզում եմ ասել, որ մենք ունենք ցանկացած հանդիսատեսի համար ներկայացում։ Իհարկե։ Թող ոչ մեկին չթվա, որ սկսած դրամայից, փսիխոդրամայից մինչև ամենա հոռետեսական կատակերգություններ, մենք ունենք, այսինքն լայն ընտրություն կա ներկայացման, եթե դուք վատ տրամադրությամբ եք ուզում եք չգիտեմ, ձեզ ծիծաղել, սերից կտրվել, թեթևանալ։ Մենք ունենք դրանց համար մի խումբ ներկայացումներ։ Եթե սիրահարված եք լենթի թերնիկների փուլման, ունենք ուրիշ տեսակի ներկայացումներ։ Եթե սիրահարված չեք, էլի ունենք։ Եթե քաղաքականությունից ինչ-որ բաներ եք հասկանում, մենք ունենք այդ տեսակի ներկայացում։ Այսինքն ցանկացած բանի, որ դուք բացեք խաղացանկը, մի ամսվա, 2 ամսվա կտրվածքով նայեք, մենք ունենք ցանկացած ներկայացում, որ վստահ եմ չկա մի հատ հանդիսատես, որ չբավարարենք իր հետաքրքրությունը։ Բայց հետո այդ ասողներից շատերը լի մի հատ այսօր մի հատ sense հետ գնա, 2-3 քայլ հետ գնա ու լավ մի հատ Տեսնենք ուր է։ այդ ասողները։ Այդ ասողներից շատերը հիմա Համլետ են խաղում։ Վայ։ Չէ, ավետը տենց բան չի ասել։ Ես ինքը պրոստա Պրոստը չես ուզեցել ոչ թե չի ուզեցել։ Չեմ ուզեցել, չէ, ես առաջին կուրսում էի, եկա նայեցի, ասացի դե ես չեմ ուզում ստեղ աշխատեմ։ Բայց ես ձեզ մի բան պատմեմ։ Երեխեք անկեղծ լավ մի հատ գաղտնիք եմ ասում։ Ուրեմն միմո հեծանիվները նոր էին դուրս եկել։ Ես 2019-20 թիվ։ 2019 թիվ։ Դու չկասկածես իր ասածի վրա Չէ, ամեն ինչ։ Երբ 19-20 Ես երբ որ որոշեցի, որ ես ուզում եմ աշխատեմ կամերային թատրոնում, մի օր գիշերը ժամը 3-ին վերցրեցի միմո հեծանիվ, եկա կամերային թատրոնի դռան մոտ, մեր տնից, երազանք պահեցի, որ ես մի օր ուզում եմ աշխատեմ կամերային թատրոնում։ Բազանգ էի։ Կատարվեց։ աշխատում ես։ Էդի չի խնդալուն շարունակությունն եմ պատմում։ Առավոտ արթնանում եմ, դերում եմ հեծանիվը 12000 դրամ փողագրել։ Անջատել։ Հեծանիվը դες թողել եմ փողոցում գնացել եմ տուն, մոռացել եմ ես դրա մասին Արասան, իսկ այնօրը ես գիտես չէ։ Բայց հանել ես դե աշխատելու 12000։ Չէ, դեռ չէ, 2 ամս է կա։ 8000 պարտքես այդ հեծանիվի տեղ։ Լեզի լավ է որ երազանք կատարվել է, բայց այդ բանը հեծանիվի այդ գումարի թեման շարունակեմ, այն օրը կանգնել եմ Ցիրան սուպերմարկետի դեմը ու կանգնել եմ, դե չեմ անջատում, մտնում եմ մի հատ սիգարետ եմ եկանում կամ չեմ բանը, որ
մտնեմ տուն։ Դուս եմ գալիս սամակած տարել են։ Հա։ Ու այսօր արդեն որի-որ դեպքն է, այսինքն ինչքան պիտի Նագլի։ չէ, նագլի չէ, այս դեբիլ ելնես։ Դեբիլ ելնես։ Որ ուրիշի միացրած սամակատը վերցես ու քշես։ Իսկ ո՞նց է անջատ է դի։ Ոնց է անջատում, մի հատ ուրիշ սամակատի վրա պայեցի, նկարեցի, անջատվեց։ Ոյ, քեզ բան գում չի ֆայմի։ Պայեցի ու անջատեցի, ես ասեցի Աստված ջան, խնդրում եմ, եթե ինքը վրենա, թո տենց անջատի ու կանգնի ինքը ընկել։ Չլինի անիծում։ Չլինի անի, չէ իրական տես չմտածես, բայց հասկանես։ Այգեք նած սենց միած զգլի հարց տամ, յուրաքանչյուրը պատասխանի, էլի խնդրում եմ, top 3 performance is in Chamber Theater։ Յուրաքանչյուրի համար իր ամենա Կապ չունի։ կապ չունի, շտատի կապ չունի, խաղում ես կարա քո խաղացածներից լինի, կարա չէ, յուրաքանչյուրս ասենք մեր ամենասիրած 3 ներկայացումները։ Ասա։ Կասի, չէ, ճնշումս բարձրացավ։ Երեք շոտ խմեց։ Գիտես ոնց է, դա գիտես ոնց է, ոնց որ Ասես քո երեխեքից որ ես ամենաշատը սիրում։ Այ ապրես, որ Ես կարամ, փնտրվում է տղամարդ։ Շոտ ոտ մեծ գլիվի կազգում ես։ Ռոմեո Ջուլիետ։ Ես քեզ կարամ ասեմ։ Ասա դու ասա։ Դա դու ուրիշ տա։ Կառավարական համեր, ինչ տարբերություն թե ում հետ եւ իզեն։ Ես կարամ ասեմ անաստվածային կատակերգություն, Համլետ։ Միսը մոռացել եմ, միսը Միսեն վերևն է, որ հələ top-ը չի սկսե, միսով սկսում է, բացում արեցի։ Ես քեզ մի բան կասեմ։ Հերո։ Նայես դժո։ Միս դժող, Համլետ, Կառավարական Ռոմեո Ջուլիետ։ Կառավարական Ռոմեո Ջուլիետ շոտ եմ սիրում։ Իդեպ շատ եմ ուզում խաղալ։ Ավետ հիշում ես, որ փորձում ենք կառավարական համերգը։ Եթե ձերը ասեցիք, ես էլ իմ ասեմ երեխեք։ Բայց ճիշտ կառավարական։ Կառավարական համերգ, բայց կառավարական համերգը հիմա չկա խաղացավ։ Բայց կապ չունի դու։ Հա ուսում եմ։ Կառավարական համերգը մինչև ես չուզեմ, ինքը չի կարա խաղա։ Այսպես էլ Էմորած մենք թատրոնը բարի ու որտե՞մ ես նայում իմ փողոքի ցայնը բարձրացնել։ Էմորած մենք թատրոնը ազատանքը այս սախ Բևը այ ամբողջը ինքնա։ Ձեռին մեջ չավա։ Ով չի փողում կամերային թատրոն իմացեք Սենոնա։ Սենոն ձեզի Սենոն չհավանեց, չես տվում։ Այդքան բան։ Եթե դուք ձեր ասեցիք, ես էլ իմն ասեմ, հա։ Ես սիրում եմ ներկայացումներից բոլորը։ Սկսած օրինակ Շատ սենց Չէ, բան պատասխան չի։ Լսի, դե նայ, ես Իզենն եմ սիրում։ Նազար մինչև վերջ։ Ես սիրում եմ բանը Տիտանիկ Made in Armenian, ֆանտաստիկ ներկայացումներ են իրանք, որոնք չեք չեսեք հարցեմ։ Տիտանիկը։ Ես մի հատ ասեմ պիես, որը սիրում եմ ու երազում եմ խաղամ։ Որը։ Ալքիմիկոս։ Ալքիմիկոսը գիտես Երազում եմ պրոստը շեֆը մի օր արթնանա, սենց ինչ որ այսօր ալքիմիկոս։ Բայց դժվար է տես բոնոս։ Զիգային վերցնեմ որպես net։ Вообще դժվար է։ Ես դաժե մտածում եմ, օրինակ մտքիս մեջ կաստինգ եմ անում ալքիմիկոսով կլինի, հենց որ ես համարյա վստահ եմ, որ դա լինելու է մի օր, որովհետև երազանքները կատարվում են, չէ։ Միմոյով արի թատրոնի դեմը, 12000 դրամ թող գրի գնա։ Խափանից եմ միմոյով եկել, չկա փող կա վրես գրված։ Եվ իհարկե չմոռանանք Ներոնը, կեսարի խաղճանքը։ Ես առաջարկում եմ ամփոփենք ու մի ասենց ամփոփիչ տեքստով վերջացնենք այս մեր զրույցը, ինչքան էլ որ Okay, ինչ ակու համար կամերային թատրոնը։ Սեր Էվիկա։ Ես ուզում ասեի։ Երեխեք նայեք, հիմա տեսեք ամեն մեկիդ ասած սերը ուրիշ ձև է, հերթով պատասխանեք։ Ինչ ակու համար կամերային թատրոնը։ Սեր Սեր։ Ընտանիք։ Սեր։ Սեր ընտանիք։ Դե եկեք խմենք կամերային թատրոնի։ Եկեք կամերային սիրերը։ Խմենք կամերայինի կենաց ու հավերժ։ Դե անենք էլի մեր սիրածը։ Գնացինք։ Գիպ Ուրա! Գիպ Ուրա! Գիպ Ուրա! Լիքը աջողություն։